կարամ ասեմ այն ինչ ուղղություններով ենք մենք աշխատում, իհարկե նույնն է, ինչ որ մենք անցած տարի հայտարարեցինք, դա գաղտնագրված կապն է, դա հակառակորդի անօդաչու սարքերի հայտնաբերումն է, դա որոշակի հարվածային գործիքներ են, հարձակողական գործիքներ են, որոնք կարող են հեռահար կառավարվող լինեն եւ հեռահար դիրքերում կանգնացնող լինեն, դա հետախուզության գործիքներ են, որոնք հեռվից մենք կարող ենք նկատել, ընդ որում տարբեր մասշտաբերի, սկսած այդ տեպլովիզորներից սկսած, շատ ավելի լուրջ գործիքներով ավարտված, այդպես դա բանակի կառավարման համակարգերն են, ինստիտուցիոնալ հիմքերը հետևյալն են, հասկանում եք, հիմա մենք պատերազմի մեջ ենք, երկար ենք լինելու, 5000 տարի եղել ենք պատերազմի մեջ, մի 5000 տարի լինելու ենք, էլի, հա, այսինքն, չէ, դե մենք բանը արդեն մեզ չի սազի, որ մենք մեզ խաբենք, էլի, 16 տարեկան չենք, էլի, հա, այդ նշանակում է, որ դու զենքի, սեփական զենքի ծավալը քո ընդհանուր զենքի մեջ, գոնե մի 80% պիտի, հա, այդ նշանակում է, որ դու այն ու այսօր զենքը գնալով ինքը դառնում է բարձր տեխնոլոգիական, ցանկացած զենք, այսինքն տենց զենք չկա, բանի, ավտոմատի բանը, պատրոնը այսօր կառավարվող են կարող մարդիկ սարքել, այդ ամբողջ շարժումը գնում է դեպի այդ կողմ, այդ նշանակում է մենք բոլոր այդ բարձր տեխնոլոգիական ուղղություններով պետք է ունենանք մշտական գործող լաբորատորիաներ, որպեսզի, ասենք, եթե ընկերությունը ուզում է ինչ-որ մի զենքի արտադրության մեջ մտնի, ինքը լեգոյի նման, հա, ենթադրենք օպտիկական լաբորատորիա կա լազերային, կա չգիտեմ, հաճախականությունների լաբորատորիա կա, ոչ տարբեր, եւ ինքը կարող ոնց որ այդ լուծումները ինտեգրելով, ասենք ինտեգրատ ընկերությունը, ինքը նոր զինատեսակներ առաջարկի, պետությունն էլ համապատասխան այդ զինատեսակները գնի, այդ է ինստիտուցիոնալը, ու քանի որ մենք այդ ինստիտուցիաները չունենք, նաեւ մենք բազմիցս առաջարկել ենք, որպեսզի պաշտպանության նախարարը, պոլիտեխնիկը, ընդհանրապես պոլիտեխնիկ գաղափարը դա ռազմագիտահետազոտական ինստիտուտ է նշանակում, էլի, ինքը որ ստեղծվել է Էկոլ պոլիտեխնիկը Ֆրանսիայում, ինքը ստեղծվել է որպես բանակին աջակցող կրթական գիտահետազոտական կառույց, եւ մեր պոլիտեխնիկն էլ այդ դերը կատարել, հիմա այդ մեր պոլիտեխնիկը պետք է կպցվի ինչ-որ ձևի, ես չեմ ասում մեկ հիմնարկ դառնան, բայց նրանք պետք է սերտ համագործակցություն ստեղծվի բանակի հետ եւ բանակը կարողանա իր պատվերը, ասենք, որոշակի ապառազմականացնի տա պոլիտեխնիկի գիտահետազոտական հատվածում այդ խնդիրները լուծման եւ հետ գնան, էլի, այդ էլ է ինստիտուցիոնալ խնդիր, այսինքն կան բաներ, որ պետք է ավտոմատ աշխատեն, էլի, իսկ ասենք անցած տարվա ինչ-որ մենք ենք արել, դա մոբիլիզացիայի, այսպես գոռալու, ցավից գոռալու արդյունքում, էլի, պիտի ցավից գոռալու արդյունքում չլինի, պիտի խնդիրները սենց հերթով գնան, հիմա դժվարություններով, բաներով, բայց